Բարև ձեզ հարգելի հետևորդներ, քայլ առ քայլ մոտեցանք մեր ուսանողներից մեկի մեր երկնային գեղեցկուի Լուսնի հետ ծանոթությանը։ Աստղաբանության մեջ Լուսին իր պտույտը 12 նշանների միջոցով ավարտում է մոտավորապես 27 օրում 7 ժամում եւ 43 րոպեում։ Ի տարբերություն շատ այլ մոլորակների, այն երբեք հետընթաց չի լինում։ Աստղաբանորեն Լուսինը յուրահատուկ միջնորդ է Արեգակի եւ Երկրի միջև։ Այն խորհրդանշում է մորը կամ Մուսային, ում գործունեությունը կայանում է մեր ներքին պահանջմունքները բավարարելու եւ զարգացող իրադարձությունների հուզական ֆոնը ձևավորելու մեջ։ Լուսինը բաշխում է Արեգակի էներգիան, հագեցնելով մարդու ֆիզիկական եւ հոգեվոր կարիքները։ Աստղաբանները Լուսնին համարում են Երկրի արբանյակը կամ ծառան։ Նա մարդու անձնական քարտեզում ամենակարևոր տարրերից է, ասցենդենտի եւ արևի հետ միասին։ Եթե Արեգակը մեր գիտակցված եսն է ու նպատակը, ապա Լուսինը մեր ներաշխարհն է, ենթագիտակցությունն ու հոգին։ Լուսինը մեր անձնական քարտեզում ցույց է տալիս մեր էմոցիոնալ աշխարհը, ինչպես ենք արձագանքում անսպասելի իրավիճակներին, ինչը անհրաժեշտ մեզ հանգիստ եւ անվտանգ պաշտպանված զգալու համար, ինչպես ենք խնամում մեզ եւ մեր մտերիմներին։ Լուսինը մեր անձնական քարտեզում ցույց է տալիս մեր մայրերին, տղամարդու քարտեզում նաեւ կնոջը կամ կնոջ դերը նրա կյանքում, իսկ երկրների քարտեզում նաեւ ժողովրդին։ Լուսինը կառավարում է խեցգետին նշանին, տարը ջուր, օրը երկուշաբթի, մետաղը արծաթ, քարը լուսնաքար, հրեշտակը Գաբրիել։ Մարդու բնավորության վրա ազդում է նաեւ այն, թե լուսնային որ փուլում է ծնվել նա։ Նորալուսնի ժամանակ մարդուն պակասում է փորձը եւ օբյեկտիվությունը։ Դիալուսինը հնարավոր է մարդը լինի շատ հուզական եւ ունենա հակասություններ աշխարհի արտաքին դրսևորումների միջև։ Եթե Լուսինը կրակի տարերքում է, խոյ, առույց, աղեղնավոր, ապա այս մարդիկ իրենց հույզերը արտահայտում են վառն, բուռն ու անմիջապես։ Հողի տարերքում կույս, այծեղջյուր, ցուլ, այս մարդկանց էմոցիաները զսպված են եւ կայուն գործնական։ Օդի տարերքում երկվորյակ, կշեռք, ջրհոր զգացմունքները վերածնվում են տրամաբանորեն եւ կարեւորում շփումը։ Ջրի տարերքում խեցգետի, կարիճ, ձուկ, բարձր ինտուիցիա, խորը զգացմունքներ եւ հուզական տատանումներ, հատկապես խեցգետնում։ Իսկ դուք գիտեք, թե որ նշանում է գտնվում ձեր Լուսինը։ Լուսինը կենդանակերպի նշանով անցնում է մոտ 2.5 օրում։ Դա է պատճառը, որ նույն օրը ծնված մարդիկ կարող են ունենալ բոլորովին տարբեր հուզական կառուցվածք, եթե Լուսինը այդ ընթացքում փոխի իր նշանը։ Ըստ առասպելների Լուսինը ունի տարբեր անուններ՝ Լուցինա, Դիանա, Ֆեբ, Ռոզեպրինա։ Լուսինը լինելով գիշերվա տիրակալ եւ երկնքի ամենավառ մարմիններից մեկը, գրեթե բոլոր մշակույթներում ունի իր առասպելը։ Օրինակ, ըստ հունական առասպելի, Լուսինը ներկայացված է 3 հիմնական կերպարների, 3 փուլերի եւ բացահայտում է աստղաբանական բնույթի տարբեր շերտերը։ Առաջինը Արտեմիս, աճող Լուսին։ Նա որսորդության եւ վայրի բնության աստվածուհին է։ Նա խորհրդանշում է երիտասարդ, անկախ, կրագոտ էներգիա, որի միջոցով մարդը ձգտում է ինքնապահպանման եւ անձնական ազատության։ Նա կապ ունի մարդու բնածների մաքրության հետ։ Երկրորդը Սելենա, Լիալուսին։ Նա կրում է լուսնային սկավառակը եւ շրջում երկնքով։ Նա սիրահարվում է մի գեղեցիկ պատանու Էնդիմինին։ Նա այնքան էր սիրում նրան, որ խնդրեց Զևսին պարգևել այդ պատանուն հավերժական քուն, որպեսզի նա մնա հավերժ երիտասարդ եւ ինքը կարողանա ամեն գիշեր իջնել երկնքից ու համբուրել նրան։ Սա խորհրդանշում է մարդու զգացական, սիրառատ, երասկոտ կողմը։ Այն կապված է մեր ենթագիտակցական ցանկությունների, նվիրվածության հետ։ Երրորդը Հեկատեն, Նորալուսին, Սև Լուսին։ Նա այն աստվածուհին է, ով տիրում է գիշերվա մոգությանը եւ խաչմերուկին։ Նա տեսնում է այն, ինչ թաքնված է մթության մեջ։ Աստղաբանության մեջ Սև Լուսինը ներկայացված է մեր հոգու ամենախորը շերտերը, նախնիների հիշողությունը եւ մահվան ու վերածննդի ցիկլերը։ Հայկական առասպելում Սև Լուսինը դա Լիլիթն էր, որի մասին մենք անպայման հետագայում կխոսենք։ Նաեւ եւս մեկ հայկական առասպելում Արևն ու Լուսինը քույր ու եղբայր են։ Նրանք վիճել են իրար հետ եւ դրա համար հայտնվում են տարբեր ժամերի, որպեսզի չհանդիպեն իրար։ Ահա այսքանը համառոտ Լուսնի մասին։ Եթե ձեզ հետաքրքրվեց, ապա հավանեք, բաժանորդագրվեք, հաջորդիվ կխոսենք խեցգետնի մասին։ Խեցգետիներ եղեք ուշադիր, կհանդիպենք։